Վաշինգտոնում երեկ տեղի ունեցել հրազենի կիրառման փանդուգն հարձակում, որի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում են հայտնվել Արևմտյան Վիրջինիայի նահանգի ազգային գվարդիայի 2 զինծառայողներ։ Հանցագործությունը կատարվել է, կարելի է ասել, հենց Ամերիկայի սրտում Սպիտակ տուն անվամբ հայտնի նախագահական նստավայրից մի 300 մետր հեռավորության վրա գտնվող փողոցներից մեկում։ Գրոհի հետևանքների վերաբերյալ իրարամերժ հաղորդագրություններ են տարածվել, դրանցից մեկի համաձայն 2 գվարդիականներ զոհվել են, բայց ավելի ուշ հաղորդվել է, որ բժիշկները շարունակում են պայքարը նրանց կյանքի համար։ Իդեպ ահաբեկիչը կալանքի տակ է, փոխհրաձգության ընթացքում նա էլ է վիրավորվել, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների նրա անունը Ռախմանուլլահ Լականվալ է եւ նա Աֆղանստանից է ժամանել ԱՄՆ։ Միացյալ Նահանգների մայրաքաղաքի բնակիչները, զբոսաշրջիկները, պատահական անցորդները շոկի մեջ են։ Գրոհի ականատեսներից մեկը վաշինգտոնցի Մայքլ Ռայանն է։ Ծարսափելի իրավիճակ էր, մի փոքր սուրռեալիստական։ Ես եւ այնտեղ գտնվող մի քանի մարդիկ ընթացքում սկսեցինք հասկանալ, թե ինչ է կատարվում, որովհետեւ երկրորդ կրակահերթից հետո ամեն ինչ շատ ակնհայտ դարձավ։ Ազգային գվարդիան, ոստիկանները, բանակի հատուկ ստորաբաժանումները խիստ հսկողություն են սահմանել մայրաքաղաքում։ Անվտանգության տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է ահաբեկիչը մոտենում ազգային գվարդիայի զինծառայողներին, հանում զենքն ու կրակ բացում։ Հետաքննությունների դաշնային գործակալության տնօրեն Կաշ Պատել։ Մենք հավաքել ենք ինչպես դաշնային, այնպես էլ նահանգային եւ տեղական իրավապահ մարմինների ողջ ուժը, մեր բոլոր ռեսուրսները գործադրելու համար, որպեսզի համոզվենք, որ մենք գտնում ենք այզզվելի արարքի համար պատասխանատու մեղավորներին եւ չկասկածենք, նրանք կկանգնեն արդարադատության առաջ։ Պատելը ներկաներին խնդրել է աղոթել ծանր վիճակում գտնվող գվարդիականների փրկության համար։ Խոսել է նաև մայրաքաղաքի ղեկավարը։ Ես Մյուրիել Բոուսերն եմ, Վաշինգտոնի քաղաքապետը։ Ես էլ մտքերս եւ աղոթքներս հղում եմ բոլոր գվարդիականներին, նրանց ընտանիքներին, մեր այն գվարդիականներին, որոնք հիմա կրիտիկական վիճակում տեղական հիվանդանոցում են գտնվում։ Նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է վերանայել Ջո Բայդենի օրոք Աֆղանստանից ժամանած բոլոր ներգաղթյալների գործերը, դադարեցնել դիմումների քննումը։ Նա տեղի ունեցածը անվանել է ահաբեկչական հարձակում ամբողջ երկրի վրա եւ հավաստիացրել է, որ մեղավորները կենթարկվեն ամենախիստ պատժի։ Գովաբանության օրը ես ամերիկացիներին խնդրում եմ աղոթել մեր գվարդիականների, նրանց ընտանիքների եւ հարազատների համար։ Թող Աստված օրհնի եւ մխիթարի նրանց, եւ թող Աստված օրհնի եւ պաշտպանի Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Շնորհակալություն եւ բարի գիշեր։ Գովաբանության օրը, Thanksgiving-ը, ամերիկացիների ամենասիրված, ամենաընտանեկան տոներից մեկն է։ Այն նշում են ամեն տարվա նոյեմբերի 4-րդ հինգշաբթի օրը։